Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շատ եմ շնորհակալ հրավերքի համար։ Խոսենք մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ հավաքանու ընտրություններից, ինչ հեռանկարներ կան, 9 քաղաքական ուժ մասնակցելու է, բավականին թեժ պայքար է կարծես թե ընթանալու, ինչ հնարավորություններ ունի իշխանությունը եւ ընդդիմությունը։ Այս պահին կարծում եմ դժվար է տալ որոշակի արդեն վերջնական ինչ-որ պատկեր թե ինչ կլինի։ Բոլոր դեպքերում ես ավելի շատ այստեղ կարևորը ոչ թե ընտրությունների արդյունքներ, այլ առհասարակ ինչի մասին էին այս ընտրությունները եւ այս ընտրություններով ինչպիսի ուղեր ցեղվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ առհասարակ նաեւ գյումրեցիներին։ Տեսեք, ես առաջնահերթ ուզում եմ սկսել նրանից, որ Կիրակի օրը երկրի ղեկավարը, այսպես կոչված, եւ իր ամբողջ թիմը իրենք ժամանեցին Գյումրի եւ ընդամենը եկել էին հողորտալու համար։ Այսինքն որևէ բովանդակություն բացի նրանից, որ Փաշինյանը փորձում էր բոլորին հասկացնել, որ կամ իմ տեխնազոն կլինի Գյումրում քաղաքապետ կամ Գյումրին քաղաքապետ չունենա, այ բացի դրանից ինքը որևէ այլ ուղերձ չուղեց գյումրեցիներին։ Վերջին հաշվով երկրի ղեկավարը ինքը ոչ թե պիտի զբաղված լիներ որևէ մեկի կապ չունի իր կուսակցականներ, թե ոչ նրա քարոզարշավով կամ նրա ընդրվել չընդրվելու հարցերը կարգավորել, երկրի ղեկավարը առավել եւս ներկայիս Հայաստանում ինքը բավականին շատ գործեր ունի։ Իսկ մենք հերթական անգամ տեսանք մի անպատասխանատու մարդու վերաբերմունք, որը ընդամենը եկել էր իր կիրակնօրյա հանգիստը կամ չգիտեմ սնվել է ապահովելու համար եւ եկել էր մարդկանց վրա մատ թափ տալու իր հերթական հատիկ առ հատիկ, յաշիկ առ յաշիկ, այսինքն նախկինների ներկաների այս տարանջատման մասին է խոսքը։ Ինքը ընդամենը բացառությամբ դրանից ուրիշ երկ չի գիտեցել։ Վերջի 7 տարում ինքը բացի ներկա եւ նախկիններ քննադատելուց ինքը որևէ այլ բանի մասին երբեք չի խոսել։ Որ հասարակ իր գործողությունները ընդամենը միտված են եղել հասարակության մեջ որոշակի տարանջատումներ մտցնելու, դրանք խորացնելու եւ արդյունքում թուլացնելու, հանձնելու, այսինքն իր զուտ գործառույթները վերջին 7 տարում դա եղել, այլ բան մենք այստեղ չենք տեսել։ Եվ կոնկրետ Կիրակի օրը ինքը դա էլ ավելի ընդգծեց Գյումրիում։ Ասում էր մասնակցում են այն ուժերը, ովքեր ցանկանում են վերջին ճակատամարտը մղել իրենց թալանածը հետ բերելու համար եւ ասում է այսպես պատվալներից, առնետների նման դուրս են գալիս եւ ուզում են պայքարեն։ Ինքը նման բաներ ասում էր նաեւ 2018-ին, 19-ին եւ ինքը ամեն անգամ դա ավելի շատ օգտագործում է եւ ավելի շատ ասում է այն ժամանակ, երբ որ ինչ որ մի բան նորից հանձնելու է, ինչ որ մի բան նորից տալու է, այսինքն դա մեզ համար նորություն չէր։ Այ եթե նույն խոսենք այդ վերջին ճակատամարտի մասին, բայց ամեն դեպքում տրամադրություններ է ձևավորում ընդդիմադիր գործիչների հանդեպ, որ եթե դուք ընդդիմադիր գործիչներին ընտրեք, ապա թալանը շարունակվելու է, նրանք միայն այդ նպատակով են գալիս։ Նրա գալու հիմնական ուղերձը նա էր, որ ուզեք թե չուզեք իմ ներկայացուցիչն է լինելու ձեր քաղաքապետը։ Այսինքն նա ինքը հիմնականում դա ասեց։ Այդ մնացածը զուտ ինքը փորձեց իր խոսքը համեմել եւ փորձված մեթոդներով փորձեց համեմել, բայց մի բան պարզ էր, որ ինքը չհամարձակվեց Գյումրիում ազատ քայլել, ինչպես օրինակ փորձում էր 18, 19, 20 թվականներին։ Այսինքն արդեն պարզ է, որ տեսեք նույնիսկ այդ դեկորացիաները, որ նկարել են ցույց էին տալիս, որ ինչ որ մարդիկ իրեն մոտենում են ողջունում են, այդ ինչ որ մարդիկ կամ այդ երկրորդ կարգի դերասանները ընդամենը հիմնականում Շիրակի մարզի պաշտոնյաներ էին, ոնց որ ասենք Շիրակի պետական համալսարանի ռեկտորը։ Այսինքն իրանք ինքան են արդեն սննգած է, իրանք ինքան են խղճած է, որ զուտ փորձում են նաև այդ երկրորդ կարգի, այսպես ասած, դերասաններով որոշակի տեսարաններ ստանալ։ Իսկ Գյումրիում իրան զուտ միայն հայոյանքներով եւ մեքենաների ազդանշաններով են դիմավորել։ Ես ուղղակի ցավում եմ, որ այդ բան չեմ եղել քաղաքում կամ որևէ մեկը դա չի նկարել, չի ցույց տվել, բայց բոլոր տեղերից այդ զանգերը ստացել ենք, թե սովորական շարքային գյումրեցիները ինչպիսի զզվանքով, արգադանքով են իրենց վերաբերմունքը արտահայտել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հիմնական այ փաստը դա էր։ Եվ այստեղ նաև մենք
Տեսեք, ես մի շատ կարևոր բանել եմ ուզում խոսել։ Երկիրը ղեկավարելը զուտ այսպես անձնական ադելությամբ առաջնորդվելով չէ, իսկ Գյումրու ընտրությունները նաև անձնական ադելության արդյունքում ձևավորված ընտրություններ էին։ Այ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը չունենալով համապատասխան ռեսուրսներ, ինքը ես կարող եմ ասել, ինքը խնդրել էր Բալասանյան Դաշինքին, որ անպայման մասնակցեն։ Ու ինքը խնդրելով ինչ-որ ձևով այդ մարդկանց քաշելով խաղի մեջ, հետո է շանտաժեր արել, թե ԿՊ-ի հետ պետք է պարտադիր պայմանագիր Դաշինք կնքեք, կոալիցիա պետք է կազմեք։ Եվ այդ կոալիցիան քանդվեց ընդամենը մի բանի համար, երբ որ Բալասանյան Դաշինքից համարձակվեցին նեղացնել Աննա Հակոբյանի բարեկամին, ով քրեորեն հետապնդելի արարք էր կատարել, փաստաթղթեր կեղծելով գողացել էր հարևանի պատը։ Այ երբ որ դա ջրի երես դուրս եկավ եւ երբ որ իրեն նախադել էին, թե դու ես ինչ ես արել, մեր բոլորի կալխուն մեծ չես բերե, միանգամից գնացին այդ կոալիցիան քանդելու։ Ու տևական ժամանակ է նույնիսկ նախաքանության արդյունքում ծերագրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ Վահագն Մկրտչյանի ձեռքով գրված կեղծ համաձայնագրի արդյունքում գողություն է կատարվել, բայց մինչև այսօր Վահագն Մկրտչյանը չի հետապնդվում, քրեորեն չի հետապնդվում։ Եվ դրա արդյունքը եղավ այն, որ իսկապես քրեորեն պատժելի արարք կատարված անձը այսօր մասնակցում է ընտրությունների, բայց օրինական ճանապարհով ենթադրենք Գյումրու տարածքից հողեր վերցնող Խաչատուր Պալասանյանը արդեն մի քանի ամիս է անազատության մեջ է։ Նախկին փոխքաղաքապետները անազատության հետապնդման մեջ են, մեկը ոնց որ թե ազատ է արձակված, մյուսը տնային կալանքի մեջ է։ Այսինքն սա հերթական անգամ ինչ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը բացարձակապես իրենք չեն թաքցնում, որ իրենք ուզուրպատորներ են։ Այ Գյումրու իր այցը նաև երբ որ դուք նայում եք, ինքը ավելի շատ նման էր օրինակ այն մոնղոլ թաթարական կառավարիչներին։ Ու առհասարակ իր վերաբերում ես իրան հաջող նաև մոնղոլական զորավարը մի քիչ ավելի վեպան է, ավերողներից Աթիլային եմ նմանեցնում, այսինքն ինքը ուր գնում է, ինքը ավերում է, իրեն ինչն է հետաքրքիրը զուտ իր կաշին, իր մաշկը, իր փորը, իր ստամոքսը, այսինքն այլ բան իրեն հետաքրքիր չի եւ ինքը փորձում է բոլոր տեղերն էլ այդպես ներկայանալ։ Տեսեք, ես շատ պարզ բան ասեմ, պատահական չի, որ ինքը այսօր փորձում է հերոս դարձնել հարգատուին։ Հարգատուն միշտ պետք է նվաճողներին, իսկ պետականամեդին իհարկե շատ կարևոր է, որ երկրում կարողանան հարգային համակարգը ճիշտ օգտագործել, ճիշտ աշխատել, բայց ցանկացած պետականամետ ինքը ինչի մասին է մտածում։ Մտածում է իր երկրի սահմանների մասին եւ պետականաբար ամրացնում է սահմանները, կարողանում է զինվորի դերը բարձրացնել։ Մտածում է երկրի, չգիտեմ, առողջապահության մասին, մշակույթի, կրթության, իսկ այս մարդը միայն մտածում է այն մասին, որ այստեղ լինեն շատ կներեք բանող եզներ եւ այդ եզները բանեն, աշխատեն եւ կարողանան իր ստամոքսը լցնել։ Այ սա սովորական կառավարիչի մտածելակերպ է, ինչպես եղել է օրինակ արաբական տիրապետության ժամանակ, երբ որ կային ամիրաներ, իրենք այստեղ փորձում էին խալիֆներին դուր գալ, կարևոր չէ ինչ այլանդակություններ էին անում, իրենց փորը պետք է կուշտ լիներ եւ ամենակարևորը պետք է լինեին մարդիկ, ումից կարող էին հարկ հավաքել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույնն է անում։ Ինքը փորձում է իր բարեկեցությունը ապահովել, իր ժամանցը, իր հետաքրքրությունները, իր ստամոքսը ամեն ինչ ապահովել եւ ամենակարևորը թուրք կալ այ Ալիևին, Էրդողանին, որ կարողանան իրեն պահեն, ոչ ոք իրեն ձեռք չտա։ Վերադառնալով Գյումրիին եւ Փաշինյանի այցին Կիրակի օրվա, մեկնաբանվեց այնպես, որ Փաշինյանը հույս չունի, որ Սարիկ Մինասյանը կարող է ընտրվել, այս առումով կասկածներ կան հենց թիմի ներսում, անհանգստություններ կան եւ Փաշինյանը եկել էր օգնության նրան եւ իր դեմքով փորձում է այսպես մարդկանց համոզել, որ Սարիկ Մինասյանին ամեն դեպքում ձայն տան։ Կա այս խնդիրը Գյումրիում։ Միանշանակ այդ խնդիրը կա։ Ես ցույց ավելին ասեմ, եթե իմ ընդդիմադիր գործընկերները կարողանան իրենց քարոզարշավը ճիշտ կառուցել եւ այդ ճիշտ կառուցելու արդյունքում են հիմնական մտածող massային տնից դուրս բերին եւ տանեն ընտրությունները, միանշանակ Սարիկ Մինասյանը բացարձակապես շանս չունենա ընտրվելու։ Զուտ նրա համար, որ ինքը հանդիսանում է ԿՊ-ի անդամ։ Այսօր ԿՊ-ն դարձել է խարան։
Եվ այ Փաշինյանի վախը նաև կայանում էր նրանում, որ ինքը այս պահին Գյումրիով փորձ է կատարել հին ուսապարկերը փոխարինել նոր ուսապարկերով։ Այ հիմա որ վերցնենք ցանկացած գյումրեցի, եթե կարտա ՔՊ-ի տված ցուցակը, ինքը կտեսնի, որ այնտեղ ընդամենը ուսապարկեր են, որոնցից շատերը նոր ներմուծված ուսապարկեր են, այն հին ուսապարկեր չեն։ Իհարկե, այդ ամբողջ ուսապարկերի ցուցակը վերջում եզրափակում են այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները։ Այ նաև իրենց սնանկությունը հենց այդտեղ է երևում, որ վարչապետի խոսնակին բերում մտցնում են ցուցակի մեջ, այսինքն դու դրանով ինչ ես ուզում անել, ուզում ես ժողովրդին խաբել, թե ուզում ես ասել, որ տեսեք, ձեզ վերակացուներ են բերել, որ հանգիստ խաղեր չտաք։ Այսինքն այստեղ ես օրինակ չեմ հիշում երբևէ Գյումրիում անցկացվող ընտրություններ, որ պետության մակարդակով բարձրաստիճան որևէ պաշտոնյա կար ավելին մարզպետ, վերջին անգամ նորից մարզպետ եղել է ընտրական ցուցակներում էլի Նիկոլ Փաշինյանի օրակ 21 թվականին, որը պարտվել է։ Այսինքն այստեղ իրենց այդ հիմնական սնանկությունն է երևում եւ այ չափազանց կարեւոր է, որ ընդդիմադիր դաշտը, այսինքն հայտ ներկայացրած անհատ գործիչները, որովհետեւ ես համարում եմ, որ սա ավելի շատ անհատների պայքար էր, հիմնական են քաղաքական ուժերը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, օրինակ հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, իրենք չմասնակցեցին եւ շատ էլ ճիշտ արեցին։ Այստեղ անհատների մակարդակով է, այս հերթական անգամ իհարկե անհատական զրույցների, անհատական խոսակցությունների ժամանակել եմ ես բոլորին այդ կոչը արել, հիմա էլ եմ կոչ անում, որ տեղեք փորձեք հնարավորինս անկեղծ լինել եւ փորձեք հնարավորինս ճիշտ օգտագործել այն գյումրեցիների տրամադրությունները, ովքեր սիրում են Գյումրին, ովքեր սիրում են Հայաստանը եւ ովքեր պատրաստ են հանուն հայրենիքի գոնե գնալ հանրատեղամաս։ Այստեղ ունի ընդդիմությունը միայն այդ խնդիրը, եթե կարողացավ մարդկանց համոզել, որ տնից դուրս գան եւ գնան հանրատեղամաս, ԿՊ-ն բացարձակապես ոչ մի շանս չի ունենա։ Օրինակ ինչպես համոզել կամ ինչ օրակարգ, ինչ ծրագրով ներկայանալ, որպեսզի գյումրեցիներին հետաքրքրի։ Ասում եք Փաշինյան ենք, ոչ մի լուծում, ոչ մի օրակարգ չներկայացրեցին, եկան միայն նախկիններ, ներկաներ այս բանավեճը։ Իրենք եկան ուղղակի մատ թափ տալու համար, այսինքն փորձեցին համենայն դեպս իհարկե որևէ մեկը բացի լրատվությունից եւ առանձին փորձագիտական խմբերից որևէ մեկը նույնիսկ դրան ուշադրություն չդարձրել, շատ գյումրեցիներ նույնիսկ տեղյակ չեն եղել, որ ինքը այդ օրը եկել է Գյումրի։ Այսինքն դա արդյունավետ, կարող եմ ասել, արդյունավետ չէր, դա ավելի շատ կոչեր մյուսներին։ Այ ինչ պետք է անել, այստեղ շատ կարևոր է։ Տեսեք, այս պայմաններում, երբ որ մենք ամեն վայրկյան կանգնած ենք այսպես լուրջ ֆիզիկական գոյություն ունենալ չունենալու առաջ, այլևս ասֆալտապատումը, կանաչապատումը, չգիտեմ, ինչ դա արդիական չի։ Այսինքն մարդիկ այսօր ուզում են տեսնել թեկուզ Գյումրիում մի կայծ, որը կբռնկվի եւ կդառնա հրդեհ արդեն Երևանում։ Այսինքն այստեղ շատ կարեւոր է, որպեսզի այս տեխնոլոգիաները կարողանան մարդկանց մեջ մտցնել են հավատը, որ դուք եթե գալիս եք Գյումրիում մերժնում եք ՔՊ-ին, հաջորդ ձեր մերժումը կլինի Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ով ինչպես կտականի, ինձ թվում է այնքան էլ կոռեկտ չի, որ ձեր ետերից փորձենք մենք միասին որևէ մեկին խելք խրատ տալ, բոլորն էլ մեզ ճանաչում են, մեր տեղն է գիտեն, բնականաբար մենք մեզանից կախված ինչքան կարողացանք բոլորին էլ կօգնենք, որովհետև սա հարազատ մարդիկ են։ Բայց նորից կրկնում, այստեղ մարդկանց համար կարևորը ոչ թե այդ կանաչապատումն է կամ ասֆալտապատումն է, այստեղ մարդկանց համար կարևորը, որպեսզի իրենց համար արդեն արգադելի դարձած, զզվելի դարձած այդ քաղաքական ուժին մերժեն։ Իսկ այստեղ հստակ մերժող է պետք։ Այսինքն ոչ թե Գյումրիի այսպես բարեկեցության մասին պետք է խոսվի եւ այլն, այլ ընդհանուր նպատակը պետք է դրվի իշխանությանը մերժելը, հաշվի առնելով, որ 1 տարի հետո ընտրություններ են։ Հայաստանում մենք այլևս այլ օրակարգ չենք կարող ունենալ։ Եթե 21 թվականի ազգային ժողովի ընտրություններից առաջ, թիմ ընտրություններից առաջ մենք կարող էինք որոշակի էլի ինչ-որ նպատակներ ունենալ, կարող էինք նաեւ որոշակի հույսեր պայպայել, որ ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխվի, մենք հիմա այլևս դա չենք կարող անել, որովհետեւ մեր աչքի առաջ կան արդեն տասնյակ օրինակներ, որ ընտրություններով որևէ բան չի փոխվել։ Այս ժողովրդին հենց այդ հավատն է պետք։ Տեսեք, եթե մենք հասանք այդ ամենակարևոր կետին ընտրությունով ինչ-որ բան հնարավոր է փոխել, թե ոչ, հիշենք Վանաձորում հնարավոր եղավ փոխել։ Հիշենք Ալավերդին, ու այսպես վերդին տասնյակ օրինակներ կա,
որ բոլոր Նույնը դեպքերում կարող է Նիկոլ լինել Փաշինյանը Գյումրիում, եթե ընդդիմադիր գործիչը հաղթի։ Այո, ես իմ վերջին հարցազրույցների ժամանակ միշտ ասել եմ, ես բոլոր տեխնազոներին ցավոք սրտի տեսնում եմ որպես պոտենցիալ քաղբանդարգյալներ։ Այդ մարդիկ կանգնած են, ես ձեզ ավելին ասեմ, առաջի բանդարգյալն էլ ես տեսնում եմ ՔՊ-ի տեխնազու Սարիկ Մինասյանին, որովհետև առաջինը, եթե ինքը անցավ, շատ կարճ ժամանակ հետո իր գլուխն են ուտելու։ Ինչու՞։ Որովհետև ինքը ընդամենը այս պահին ՔՊ-ի համար ծառայում է որպես, այսպես ասած, ֆիգուր, որի հետևից թաքնված են իրական շահառուները։ Այսինքն այդ ընտրություններում, երբ որ իրենք Պալասանյան դաշինքին հանեցին, բնականաբար իրենք ուզում էին իրենց սիրելի անձին բերել նշանակել։ Օրինակ Աննա Հակոբյանի բարեկամին, բայց իրենց համար հասկանալի էր, որ դա բացարձակապես անհնարին է։ Հետևաբար իրենք բերեցին մեկին եւ առհասարակ մենք վերջի տարիներին Հայաստանում ինչ ենք տեսնում, ով ավելի շատ է Նիկոլ Փաշինյանի անունը տալիս, ով ավելի շատ է նրա նկարի առջև խաչակնքվում, իրեն SMS-ով գործից հանում շպրդում են, ամենակիչը, եթե ոչ դադում, օրինակ Կարեն Անդրեսյանի, չէ՞, նկարի հետ խոսում էր մինչև արտարամադրության որոշակի այսպես բաներ փայլատակումներ էր լինում իր մոտ եւ արդյունքում ինչ եղավ ամենաանարտար ձևով վարվեց նաեւ իր հետ։ Այսինքն Սարիկ Մինասյանը ճանապարհ է հաղթում Աննա Հակոբյանի բարեկամի համար։ Միանշանակ առհասարակ Նիկոլ Փաշինյանը ինքը, չգիտեմ, ինքը թուրք է, թե թուրքական այրում կա, բայց ինքը ամբողջովին գործում է թուրք պաշտոնյաների պես։ Ընդ որում միջնադարյան թուրք պաշտոնյաների, թուրք կառավարիչների պես։ Իրեն պետք է այս բայր, ինքը օգտագործում է, պետք չի, գլուխը կտրում է։ Ես շատ ցավալի բան եմ ուզում արձանագրել գրել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանին շատ հավատարիմ մարդկանցից մեկը ցավոք սրտի հիմա փակվում է։ Արայիկ Հարությունյանը, մարդ, որը իրեն օգնեց բոլոր այն խոշոր սև գործերը անելուց։ Ու եւ հիմա որտեղ է Արայիկ Հարությունյանը։ Ես անկախ ամեն ինչից շատ մեծ ցավ եմ ապրում, որ ինքը փակվում է։ Չէի ուզենա որևէ հայ մարդում տեսնել փակվի դատարաններում։ Բայց միևնույն ժամանակ նաև հետևություն անենք ու ինչ-որտեղ բոլորին, այդ թվում Սարիկ Մինասյանին էլ կոչ անենք, որ Սարիկ ջան, դու ավելի խելացի չես, քան Արայիկ Հարությունյանը։ Եվ եթե այսօր Արայիկ Հարությունյանին տարան քծեցին Բաքվի զնդանները, ուրեմն քո հետ կարող են ավելի վատ վարվել։ Ու առհասարակ բոլոր նրանք, ովքեր որ մտածում են, որ իրենք կարող են սրանց տամարը բռնել, սրանց հետ աշխատել եւ ինչ որ արդյունքի գալ, թող հիշեն 18 թվականից սկսեցին առաջինը ձերբակալել նրանց, ովքեր առաջինն էին աջակցել կամ առաջինն էին ջուր տարել, այսպես ասած, ժողովրդին։ Որևէ մեկը միջև այսօր չի պլստած, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, ոչ մի մուգ, ոչ մի ծուգ եւ իրականում ինքը առաջինը մուգ ու ցկներ տեսավ իր կողքը կայնած մարդկանց։ Հետո նոր մյուս ընդդիմադիրներին։ Հիմա Գյումրիի ընտրությունները իսկապես շատ կարևոր է 2026 թվականի ընտրությունների համար, թե չափազանցված է այս սպասումները առհասարակ։ Ես կպատասխանեմ այսպես Հայաստանի Հանրապետությունում այլևս կարևոր չի որևէ ընտրություն եւ առհասարակ Հայաստանի քաղաքական օրակարգը, տեսեք Հայաստանի քաղաքական օրակարգից այս պահին պետք է ընդհանրապես հանել ընտրություններ գաղափարը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կազմակերպված Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ոչ մի ընտրություն չի կարող ունենալ որևէ արդյունք։ Եթե մենք այսօր ուզում ենք պետականություն ունենալ, մենք ընդամենը պետք է մոռանանք առհասարակ, այսպես մի ընթացք ամբողջովին մոռանանք այդ ընտրություններ հասկացողությունը, պետք է տանենք կողքի եւ կենտրոնանանք, պետք է վերջնական մի անգամ հուժգու պետք է այսպես հարված հասցնենք եւ երկիրը մաքրենք։ Դրանից հետո ուզում ենք թող հազարադեպ պայքարով եք իրատեսական համարում իշխանապողությունը։ Նաեւ ընդրություններով բացառում եմ։ 21 թվականը մեզ լավ օրինակ։ Այդ տեսեք 21 թվականին ինչ էին անում, սարքեցին մի հատ Նիկոլ Փաշինյանը սարքեցին մի հատ խեղճ հարիվ կերպար, չէ՞, հենց այդպես է ասում էին, այդ խեղճ հարիվը ինչ անի, որ այսպես եղավ, խեղճ հարիվը ինչ անի, որ այնպես եղավ ու նաեւ նախկիները Արցախ արդեն տվել էին Նիկոլ Փաշինյանին ինչ անել։ Նաեւ ստեղծեցին մի հատ իրավիճակ, որ ինքը հետևից այլևս մարդ չունի, ինքը այլևս կորած է եւ այլն եւ բերեցին սաղին խապեցին մտցրեցին ընդրությունների մեջ։ Մի նույնն է Գյումրիում է արվում։ Իրանք իրենց վարչական ռեսուրսներ ունեն, իրանք իրենց ցուցակների մեջ արդեն ավել գրված մարդիկ էլ ունեն, այսինքն այս պահին իրանք ամեն կեղծարարություն, զեղծարարություն, իրանք ամեն ինչ արել են, որովհետեւ կարողանան սեփական թիմի հաղթանակը ապահովել եւ այստեղ կարեւոր է, որ ընդդիմադիրներն էլ կարողանան հագարակը դուրս բերել փողոց այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում կամ չեն հավատում եւ չեն ուզում գնալ ընտրությունների։
Այս ընդրությունը միայն դրանով կարևոր կլինի, որ կարողանան փողոց բերել այն մարդկանց, ովքեր որ միջև այսօր փողոց չեն եկել։ Եթե դա ստացվեց Գյումրիում, շատ արագ դա կտարածվի ամբողջ Հայաստանի Հանրապետությունով։ Կարողանան մարդկանց դուրս բերել, թեկուզ տանել ընդրատեղամաս, որովհետև սա շատ իմ կարծիքով շատ կարևոր խնդիր։ Օրինակ լավ, թեկուզ եթե ես իմ մասով ասեմ, Պողոսյան Կարապետը ինքը ունի բավականին, այսպես քաղաքացիական գիտակցություն, բայց միջև այս բանը ճանաչելով մոտ լինելով տեխնազոների շատ-շատերի հետ, ես ինքս դեռևս չեմ որոշել ում դիմադրեմ։ Որովհետև միջև հիմա չի ասվել այնպիսի մի բան, որը ինձ մոտիվացնի տանի ընդրատեղամաս։ Այ պիտի կարողանան տեխնազոները դա գտնել։ Եվ առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտում բոլորը պիտի կարողանան գտնել այդ ամենակարևոր բանալին, որ մարդկանց կարողանան դուրս բերել իրենց Դե կոնկրետ ծրագիր պետք է ներկայացվի։ Միայն ծրագիր չէ, նաև պետք է հասարակության հետ լինել անկեղծ եւ հասարակությանը համոզել, որ դու միջև վերջ գնացող ես։ Այսա շատ կարևոր է։ Այսօր տեղեկություն եղավ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալ ազգային ժողովից, ինչու այս գործընթացները հիմա սկսվեցին։ Երեք Հովիկ Աղազարյանը 24 նյուզի տաղավարում ասում էր, որ իրեն Գյումրիում տեխնացում ունեն, արդյոք պայմանավորված է դրանով, թե այլ այսպես տեղեկություններ են մամուլում տարածվում կոռուպցիոն սխեմաների եւ այլնի մասին։ Քիչ առաջ ես բերեցի բազմաթիվ օրինակներ, երբ որ Նիկոլ Փաշինյանը շատ դաժան է լինում հենց իր թիմակիցների նկատմամբ։ 18-ից եկած հենց իրենց բառերով ասեմ ուսապարկերը արդեն շատ մաշված էին եւ ժամանակներ նոր ուսապարկեր բերելու եւ Հովիկ Աղազարյանը արդեն մաշված ուսապարկ լինելով էլ ավելի էր մաշվել եւ իրեն փոխարինելու ժամանակներ եղել, բայց ինքը չընտարգվեց այդ համապատասխան SMS-ին։ Իսկ ասում եմ կոնկրետ Հովիկ Աղազարյանի մասով սա է պատճառը, որ ինքը համարձակվել է չընտարգվել իր Աստծո գոյությանը, հա, չի հավատացել այլևս, որովհետև ասում ես, չէ, որ Քրիստոսին սկսել եմ հավատալ Նիկոլին։ Այո, մեր տաղավարում էր այդ մասին խոսում։ Հիմա ինքը իր Աստվածը ոնց կորոշի իրան պատժել, բացարձակապես դա ինձ հետաքրքիր չէ, որ հասարակ որևէ ուսապարկի ճակատագիր ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ։ Իսկ ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանին, ես սա ավելի շատ համարում եմ Նիկոլի վախերից մեկը, որովհետև մենք գիտենք Տարոն Մարգարյանը ինչքան մեծ հեղինակություն ունեցել եւ ունի Երևան քաղաքում։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ հիմա շատ լավ հասկանում է, որ արդեն իր այսպես հադերով պակասող վարկանիշը, հա, արդեն մեկ հոգի պակաս այդ վիճակին են իրանք հասել, ինքը հասկանում է, որ ինչ-որ մի փուլից կարող է տեղի ունենա հասարակության ընդվզում պայթուն եւ ինքը Տարոն Մարգարյանը որպես իսկապես նվիրյալ հայորդի ինքը կարող էր լավ կազմակերպիչ լինել եւ այսօր Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ Տարոնին չզոկացնել։ Այն նույն ձևով մենք նաեւ տեսանք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ են հերթական շինծու, այսպես ծիծաղելի քրեական գործը հարուցում։ Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի վախերի հերթական դրսևորումներն է։ Այդ մարդը սարսափելի վախենում է, որովհետև ինքն էլ վերջին հաշվով մենք ինչքան էլ փորձենք իրան ծաղրել կամ ինչքան էլ իր հիմարությունները տեսնել, միևնույն ժամանակ մենք նաև տեսնում ենք, որ ինքը իր հիմարությամբ եւ իր այսպես ծաղրալի վիճակում կարողացավ Հայաստանը տանել ամբողջովին կործանման։ Հիմա այս կալանավորումները ապագա պրոցեսների հետ է։ Քրեական գործերը պայմանավորված են ընտրություններով, այսինքն 2026 թվականի։ Ոչ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը ընտրությունների չի վախենում։ Այն Նիկոլ Փաշինյանի երազումն է ու ինքը ամեն ինչ անելու է 2025 թվականի ընթացքում, որպեսզի կարողանա ցանկացած փողոցային պայքարի վտանգ չզոկացնել։ Այդ վտանգներից մեկը նաև կարևոր դեր ունեցողներից մեկը օրինակ Սերժ Սարգսյանն է եւ նաեւ Տարոն Մարգարյանը։ Այ օրինակ եթե չգիտեմ, ես չեմ ուզում Քավլիցի որևէ մեկին թիրախավորել, բայց ենթադրենք Սերժ Սարգսյանն հրավիրեր ասուլիս եւ ասել, որ պատրաստվում եմ 26 թվականի ընտրություններին, ես վստահ եմ իր նկատմամբ որևէ քրեական գործ սպայն չէր հարուցվել։ Փաշինյանը ինքը պետք է ցկտի եւ պետք է տանի հասցնի 26 թվականի ընտրություններին, որպեսզի կրկին վերարտադրվի։ Կարծում եք կվերարտադրվի ժողովուրդը իր կողքին է։ Եթե չվերարտադրվի, ինքը արդեն ունի նաեւ օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում այդ ընտրության արդյունքները չեզոք կճանաչի։ Փաշինյանի մոտ այդ կարգախոսները երբեք 18-ից սկսած չեն փոխվել, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ու ինքը կշարժվում է հենց այդ տրամաբանությամբ։ Ու ինքը նույն տրամաբանությամբ է պահում էր Արցախում, չէ՞, կամ Արայիկը կլինի նախագահ, կամ Արցախը չի լինի։ Եվ արդյունքում տեսանք, որ երբ Արայիկը ելավ, ընդամենը մի քանի օր հետո Արցախ կորցրեցին։
ու ինքը նույնը պատրաստում է Հայաստանի համար, հետևաբար իրան պետք է շատ լուրջ, շատ գրագետ եւ շատ անսպասելի հեռացնել։ Դա պետք է լինի հնարավորինս անսպասելի հենց իր եւ իր տերերի համար։ Տեսեք, ես մի քանի օր առաջ խոսում էի օրինակ Մարկարայի անցակետը, այսպես շատ արագ ռուսական կոնտինգենտից ազատելու եւ այնտեղ ինչ որ հայ զինվորներ կանգնեցնելու համար, ինչի։ Այ զինվոր չէ, կներեք, սահմանապահներ, իմաստը, եւ որ դու չունես որևէ պայմանավորվածություն, դու չունես որևէ պայմանագիր, որևէ կանոնակարգ, ավելին դու մի քանի միլիոն դոլարի գումար ես ծախսել այնտեղ անցակետես կառուցել, իսկ դիմացը անդառների մեջ ընդամենը թուրքական հին, այսպես ասած, պարտիզանական բազաներն են, որտեղ կարող են մեծ թվով ահաբեկիչներ պահել ու վաղը մյուս օր հենց Նիկոլ այստեղ նեղ ընկնի, այդ կամուրջով շատ արագ ուղարկեն այստեղ։ Այսինքն ինքը բոլոր տեսակի իր այսպես ասած գոյությունը քաշ տալու պայմանները փորձում է ապահովել նախապես։ Այ մենք էլ պետք է գնանք հակառակ այնպես պետք է անենք, որ բացառենք որևէ ընդրություն իր հետ, կարևոր չի դա կլինի արդայեր թե հերթական։ Իր հետ որևէ ընդրության չպետք է գնանք, դա պետք է ընդհանրապես Հայաստանի քաղաքական օրակարգից մենք բացառենք։ Դե բայց եթե փողոցային պայքար չի ծավալվում եւ ծավալված պայքարներն էլ հաջողության չեն հասնում, այս դեպքում ինչ է մնում, եթե ոչ ընտրություններին մասնակցելը։ Բոլոր դեպքերում պայքարը պետք է շարունակել։ Եթե չի ստացվել 22-ին, չի ստացվել 23-ին կամ 24-ին, դա չի նշանակում, որ 25-ին չի ստացվելու կամ 26-ի գարնանը չի ստացվելու։ Դի հետևություն անենք եւ մեր սխալների վրա ճիշտ ծրագիր կազմելով ավելի անկեղծ լինելով գնանք առաջ։ Պետք է հասկանանք առհասարակ այսօր Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ինքը հասկանում է ինչ է կատարվել եւ ինքը հասկանում է նաեւ ինչ կարող է լինել իր հետ։ Հետևաբար այդ մարդկանց պետք է ճիշտ առաջնորդել։ Եվ ես վստահ եմ, որ որոշակի փոփոխություններ կլինեն ընդդիմադիր դաշտում եւ ամբողջովին նոր որակի, նոր պայքար կձևավորվի։ Դուք ասում եք Փաշինյանը ընտրություններից չի վախենում, բայց հարցումները այլ բան են ներկայացնում, այսօր Գելափը նշել է, որ ըստ հարցումների 11.8%-ը կտաձայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, Հայաստան խմբակցությանը 4.7%, ԴՕԿ կուսակցությանը 3.5%, ԲՀԿ-ին 2.7%, Պատիվ ունեմին 2.1%։ Իսկ ՀՅԴ-ին 0.3% ձայն կտան։ Այսինքն էլի Փաշինյանը առաջատար է լինում։ Բոլոր դեպքերում ինքը առաջատար է, բայց ինքը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցող ղեկավարն է։ Նույնիսկ այ որ ամբողջ աշխարհը պայքարեց ժամանակին Սերժ Սարգսյանի դեմ 2018-ի այս օրերին Սերժ Սարգսյանը չուներ այսքան ցածր վարկանիշ, շատ ավելի բարձր էր իր նկատմամբ վստահությունը։ Եվ հետո տեսեք Հայաստանում բացարձակապես Նիկոլ Փաշինյանը կարող է ունենալ 0 վարկանիշ, կարող է ունենալ -100 վարկանիշ, բայց ինքը կնա ընտրությունների եւ այդ ընտրություններին հաղթի։ Թուղթնել է իր ձեռքը, կրիչնել է իր ձեռքը։ Իսկ յուրաքանչյուր անգամ, երբ որ մենք ենք գնում իր հետ ընտրությունների, մենք ընտրություններից առաջ մակրաճրում ենք իր նախորդ բոլոր, չգիտեմ, հանցանքները։ Ինչպես եղավ օրինակ 2021 թվականին։ Ունենանք քաջություն եւ խոստովանենք։ Ավելի լավ էր այդ ժամանակ մենք Բաղրամյանը թեկուզ չէինք կարողանում պահել, փողոցը չէինք կարողանում պահել։ Ավելի լավ էր դուրս գայինք, ներողություն խնդրեինք ու գնայինք պատրաստվել նոր թափով, նոր պայքարի, քան գնայինք իր հետ ընտրությունների, նախ մակրաճրեինք իր ռազմական, պատերազմական հանցագործությունները եւ հետո նաեւ հնարավորություն տվեցինք, որպեսզի ինքը գնար եւ Արցախ հանձներ։ Ես խոստովանում եմ, որպես մարդ, որը եղել է այդ պրոցեսների մեջ, ունեցել է ակտիվ մասնակցություն, այո, ես խոստովանում եմ, որ դա իմ կողմից եղել է սխալ։ Եվ օրինակ, ինչի եմ ես օրինակին վրա բերում, որպեսզի յուրաքանչյուրն էլ իր մեջ փորձի այդ հետևությունը անել եւ հասկանալ, որ Փաշինյանին չպետք է տալ հնարավորություն վերարտադրվելու, Փաշինյանին չպետք է տալ հնարավորություն մակրաճրվելու։ Ոչ, մենք միայն պետք է մտածենք Հայաստանը ազատագրելու մասին։ Հիմա եթե հանկարծ փողոցային պայքար ծավալվի մինչև 2026 թվականը եւ էլի հաջողության չհասնեն, այս դեպքում չպետք է մասնակցեն ընտրությունների։ Պետք է հեռանան քաղաքական դաշտից։ Ոչ, քաղաքականության ընտրություններին մասնակցելը միայն քաղաքականությամբ չէ։ Դե այո, բայց եկեք խոշոր հաշվով խոստովանենք, մենք նաեւ իշխանություն է տալիս։ Ինձ թվում է 2020 թվականից կարևոր է ընդդիմության համար եւ խորհրդարանում 2020 թվականից հետո Հայաստանը որպես այդպեսին քաղաքականություն չի եղել։
Քաղաքականությունը որն է, երբ որ դու ասում ես, քննադատում ես մեկին, հա, այսպես պարզ օրինակով բերենք, ասում ես եղբայր դու վատ ես աշխատում, դու կարող ես այսպես աշխատել, այնպես անել, սա փոխել, նա փոխել եւ ես կարող եմ քո փոխարեն գալ նստել ավելի լավ կառավարել։ Այսինքն հիմնականը սա է, բայց 2020 թվականից դա չկա, կա ազգային ազատագրական կռիվ, այսօր մեր կռիվը ոչ թե քաղաքական ինչ-որ պաշտոններ ձեռք բերելն է, կամ ոչ թե դա պետք է լինի, այլ մեր կռիվը պետք է լինի Հայաստանը ազատագրելը։ Մենք նույնիսկ այսինքն իրական են ընդդիմադիր մարդը, ով այսօր ելել է կռիվ է տալիս Նիկոլ Փաշինյանի դեմ, ինքը չի կարող մտածել որևէ պաշտոն ունենալու մասին, որովհետև շատ լավ գիտակցում է, որ այդ ազատագրվելուց հետո գուցե ինքը ֆիզիկապես չլինի։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի ելնելու գնալու։ Ինքը միևնույն է, մինչև վերջի պահը, մինչև այն խրխրալը, հա, ինքը ինչ-որ վատություն անելու, ինքը ինչ-որ տեղից մեկին, չգիտեմ, վնասելու է, այրուն թողնելու է, ինքը ուղղակի մենք պետք է այդ ամեն ինչը շատ արագ գիտակցեինք եւ կարողանանք շատ ավելի արագ իր թեմը կանգնել։ Հիմա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ պիտի հուսահատվենք ու ասենք լավ գնանք ընտրությունների, մեր թեմը ինչքան տոկոս գցեց, դրանով ուրախանանք, հա, ոգևորվենք ու, չգիտեմ, իրար ուտենք, թե ով պիտի գնա այդ մանդատը վերցնի, ով պիտի գործողման գնա։ Ոչ, դա պիտի վաղուց արդեն մենք մոռացած լինենք եւ շատերը նաեւ մոռացել են։ Մենք ուղղակի պետք է պատրաստ լինենք նաեւ ինքնազոհությամբ այս երկիրը մաքրել, նորից վերականգնել մեր պետականությունը։ Մեր գերխնդիրը ամենայն դեպս իմ եւ իմ նման շատ-շատերի գերխնդիրը հենց դա է, վերականգնել Հայաստանի պետականությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն էր, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։